Զրույցի համար։ Հարցս վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունում գտնվող հետախուզվողներին, դուք ասացիք, որ Գևորգ Կոստանյանը եւ ոչ միայն նա, Միքայել Հարությունյան, այլ գործերով մեղադրված նախկին պաշտոնյաներ ունենք Ռուսաստանում։ Ինչ հիմքով չեն տալիս եւ արդյոք մենք ունենք ինչ-որ գործիքակազմ, որով կարող եք ստիպել կամ պարտադրել հանցագործության մեջ մեղադրվողներին հանձնել Հայաստանին։ Շնորհակալություն։ Մի շարք անձանց մասով քաղաքացիությունն է։ Ինչպես մենք, այնպես էլ այլ երկրները իրենց քաղաքացիներին չեն արտահանձնում։ Եվ ոչ միայն մարտի 1-ի գործով, մի շարք այլ կոռուպցիոն գործերով էլ մենք ունենք նախկին պաշտոնյաներ, որոնք հետագայում պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են եւ բնականաբար Ռուսաստանի Դաշնությունը իր քաղաքացիներին չի հանձնում, ոնց որ չենք հանձնում օրինակ մենք։ Եվ այստեղ որպես իրավական հակակշիռ 2022 թվականին ուժի մեջ մտած քրեական դատավարության օրենսգրքով նախատեսվել է in absentia դատավարությունը, հեռակա դատավարությունը, եւ մի շարք հետախուզման մեջ գտնվող այլ գործերով հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների վերաբերյալ մենք ունենք in absentia դատավարություններ։ Այս պահին որոշակի միջոցառումներ ձեռնարկվում են, որպեսզի օրենսդրությամբ, քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված հիմքերը ապահովեն, որպեսզի կարողանանք հեռակա կարգով իրականացնել դատաքննությունը, բայց դեռ հաջողություն չունենք եւ չեմ կարող դրա մասին բարձրաձայն ասել, որ գիտեք, այստեղ ունենք հաջողություն մեղադրանքին տեղեկացվածության վերաբերյալ, իսկ թե ինչու չեն հանձնում, կոնվենցիոն նաեւ իրենց իրավունքն է չհանձնելու քաղաքացիներին։ Շնորհակալություն։